Բարև ձեզ հայր ջան։ Իմ Facebook-յան ընկերները գիտեն, որ եթե ես մեկի մասին դեռ հլը չեմ խոսում, ուրեմն պետքա ասուց ինչ որ մի հավելյալ ինֆորմացիա ստանամ։ Ուրեմն շատերն են գրում Մագդա ով է Արտակ Սարգսյանը։ Արտակ Սարգսյանի մասին խոսալուց առաջ ես ձեզ հիմա կասեմ ով է Արիաննա Հովսիպյանը։ Ուրեմն ժողովուրդ ջան, Facebook-ով շատ ենք տարածել հայերովս, YouTube-ում իմ վիդեոների մեջ դուք ունեք ինֆորմացիա Արիաննա Հովսիպյանի մասին, բայց հիմա հավելյալ գխոսամ Արիաննա Հովսիպյանի մասին, որ հասկանաք ով է Արտակ Սարգսյանը։ Ուրեմն Արիաննա Հովսիպյանը լինելով մայրական իրավունքներից զուրկ, քանի որ ամուսինը ըստոտում կախված լուրերի, սենց ասեմ, բռնցրել է տեղաշորի մեջ վրացու հետ։ Ուրեմն մի 2 տարի առաջ տարածվեց լուր, որ Արիաննա Հովսիպյանի ավտոն վառել են, պարզվեց վարողն եղել է հայ տղամարդ, զինվորական, որի կինը ընկել էր սրախելքի հետ մտածելով, որ իրոք պատրիոտ է, Հայաստանի և հայ ազգի համար կռիվ է տանում, ընկել էր Արիաննա Հովսիպյանի ջրերը և Արիաննա Հովսիպյանը իր գուններն սկսել է այս կնոջը տանել, սենց ասեմ, ոչ շնորհքով կնոջ համար, արժանապատիվ տեղեր։ Հենց դրա համար ամուսինը սրա ավտոն վառել է, ոբշե մի հայ ընտանիքի տունու տեղն էլ է քանդել։ Ուրեմն Բաղրամյանի վրի են 100,000-անոց ցույցին, երբ որ ես տեսա Արիաննա Հովսիպյանին սենց թեքվա ու տեսնեմ կայնածա, գոռացի, որ էսի բոսպորնիկներից մեկն է, որ Հայաստանը քանդեց, իզով կորավ ժողովուրդ ջան։ Մի վայրկյան չտևեց, միջ այլոց ձեզ ասեմ, ենքան արագ են կորում։ Արիաննա Հովսիպյանը, եթե լիներ ճիշտ, Մագդան սխալ, հաստատ իմացեք, Արիաննա Հովսիպյանը Մագդային կճղեր։ Երբ որ ժողովուրդը ասեցին, այո, այս կինը ճիշտ է, Արիաննա Հովսիպյանը չկար։ Ժողովուրդ ջան, հայեր ջան, ես ուզում եմ դուք վերջապես հասկանաք, ինչ հարց է դրած նժարին, և մի հատ տեսնեք ովքեր են ընդհանրապես զբաղված մեր ճակատագրով։ Երբ որ բոզերը սկսեցին կռիվ տանել, երբ որ ես իրանց սկսեցի բացահայտել, ասեցի չհասկացա, դուք ձեզ իրավունք եք վերապահել, զբաղվեք մեր կյանքով, դարերով եկած, Աստծուց եկած ազգի ճակատագրով,
դուք ուզում եք մենք չզբաղվենք, հետաքրքրվենք, ով է մեր կյանքով զբաղվում, տեսնենք ովքեր եք դուք, հաստատ դիմացեք, եթե թաքցնելու բան չունենային, իմ հետ կռիվ չէին անի ժողովուրդ ջան։ Հիմա ցույց տալու ու ասելու համար ով է Արտակ Սարգսյանը, պետքա ձեզ ասվի ով է Արիաննա Հովսիպյանը։ Արիաննա Հովսիպյանին Անժոյի դուքյանից լայվերը անում էին մեր վզին փաթաթած կապիտուլյացիայից հետո, այսենց կիսախմած գեյշայի ծաղկավոր խալատով անընդհատ կրծքերը փակում էր, նստում էր պրոպագանդա էր անում, որ հայ մայրերը ծախել են իրանց երեխեքներին Ալիևի փողերով։ Պարզվեց, որ հայ մայրերը չեն սիրում իրանց զավակներին։ Հիմա ցույց տամ Արիաննա Հովսիպյանի իրական կերպարը։ Ժողովուրդ ջան, կարճ կոնկրետ մի քանի նկարներով եւ ձեզ ցույց կտամ ոնց են բոզերին պետական մակարդակով ձեզ խապում են, ներկայացնում են, որ կիրթ, գրագետ կորեսպոնդենտներ են, ժողովուրդ ջան։ Այո, այս հարցն էլ պետքա դրվի, որ մամուլով պետական մակարդակով մի ամբողջ ազգ են խապում, բոզերին բերում են, նստացնում են տաղավարներ եւ ազգին ներկայացնում են որպես կիրթ, գրագետ, կորեսպոնդենտ, պոլիտոլոգ, անալիտիկ, պատրիոտ հայ ազգի։ Այո, այս հարցը պետքա դրվի։ Ահա, ուրեմն անցնենք Արիաննայի կերպարի։ Հարբած, լագած, սեղանին ընկած։ Հարբած, լագած, սեղանին ընկած։ Ահա, пожалуйста։ Այս բացած ճվերը պիտի հայոց ճակատագիրը լուծեն։ Ապրենք մենք կամ չապրենք։ Մամուլը, այսա է տարածում։ Այս սրանց են տարածում հայեր, լավ նայեք, այ հատուկ ցույց եմ տալիս, որ դուք մի հատ հասկանաք, ընդհանրապես, սրանք, ինչ իրավունքով ընդհանրապես սրանց տելևիզորով ցույց են տալիս ձեզ և տարածում են սոցցանցերով այդ հաղորդումները։ Այո, այս հարցը պիտի տրվի։ Ուշադիր նայեք կրծքին ակոլկեկը։ Հենց են չեմ ցույց տալիս։ Այդ մի կուրծքը հիշեք, հիմա մի քիչ հետո մյուս կուրծքը ցույց կտամ։ Նայեք, թրաշված, ալկաշ, նայեք, թրաշած, դուք գիտեք ովքեր են սենց թրաշվում, նայեք, այլասերվածներ, նայեք իրան սատանիստական, պրոշները լցրած, արդեն դիզայնը փոխում են, տեսքը փոխում են, նայեք, այս սատանիստական նշանը տեսակ։ Այս է իրան ջհուդական իրական, նայեք այս ալկաշին, սովորական
Բոսխանի, աշխատող, նայեք սրա տեսքը, ինքը, իրան շորերը, ես էլ գրել է, կկոխեմ սաղիդ բերանը, ասեմ ձեզ իմանաք, ես է գրարումը, ասեմ ձեզ իմանաք, այս հենց այս ծամերով եկել էր Բաղրամյան ցույցի հայացքներ պաշտպանում, ես է իրան ջվուդ, նայեք, ջվուդ բոշա տեսք, նայեք լավ, նայեք հայերդ, ես կուրծքին լավ, նայեք, մակոլկեքներին կուրծքի, սրա հակ ու կապը այսի, ամբողջ մի հայազգի արնան հաշվին պաշտպանված Հայաստանը, Մոնտե Մելկոնյանի, Անդրանիկի, Նժդեհի, Ազգալճյանի, մեր բոլոր հերոսների, Ռոբերտ Ապաճյանի, պաշտպանված երկիրը այս կրծքերը պիտի պաշտպանեն, թե այս կրծքերի միջոցով, այս բոզերի միջոցով մեր հերոսների հաղթանակը քամուն է տրվում ժողովուրդ, մի հատ նայեք իրան ժեստերը, նայեք, իբր թե խոսում են սենց շատ էմոցիոնալ գյոզերով իրանց նշանները ցույց են տալիս, Միչայլոցը Չիխանքարի գորշ գայլերի նշանը ցույց տա, հասկանում եք ժողովուրդ, որ ինչ-որ բան եք նայում, ուշադիր նայեք, բա որ ես սրանց ամբողջ օր նայեմ, ինտերտագից կհանեմ, նայեք մասոնական ժեստ է, նայեք, սա մասոնական ժեստ, ժողովուրդ, իրանք իրանց նշանները ցույց են տալիս, իսկ ոնց են ձեզ խապում, ես բոզերին ներգայացնում, կիրթ, գրագետ, արժանապատիվ, հայուհի, հայ, հեսա ցույց կտամ, մամուլում նստած, այսենց, տաղավարից, երևի մի օր փորձել են տրեզվի բռնցնեն, այսենց, նայեք, տարբեր տաղավարներով բերում են, նստցնում են ու սկսում են խոստնել, ձեզ տպավորություն ստեղծել, որ սրանք լուրջ մարդիկ են, ժողովուրդ ջան, էսի հասկացանք, հիմա մյուս կուրծքն եմ ցույց տալիս հայեր ջան, ոնց է Սերժիկը Նիկոլի ժամանակվա համար պատրաստում հայուհի հերոսուհի, խնդրեմ մյուս կուրծքի վրա, չգիտեմ, այս հոգնածը իրոք զինվորականա, թկեմ այս զինվորականի, եթե ինքը զինվորականա, երեսին, եթե բոզի կուրծքին ինչ-որ միդալ է խփում, հետաքրքիր է ինչի համար, երևի իրան ձրի է տվել, նայեք, թե այս զինվորականն էլ է բուտաֆորիա, չգիտեմ ժողովուրդ ջան, նայեք, այս տիգրովկին, նայեք, մյուս կուրծքին մեդալ են խփում, այսենց պատրաստում էին բլոգերները, որոնց հետո մամուլով են տարածում, նստած են ամբողջ մի հայազգի գլուխ տլտլցնելով, հաճալով, հայազգի գլուխ են ուտում, էսի Արիաննա Հովսիպյանի մասին, կարճ կոնկրետ ժողովուրդ ջան, հիմա, կա էտենց դերասան, մտավորական, այսօր իրան վիդեոն է տարածվել Լևոն Հարությունյան, ուշադիր նայեք սրանց փորներին, կրծքերին,
Սա ունեն, սենց ասեմ, Նիկոլի կոնստրուկցիան։ Ես էլ, մի հատ Միկայել էսա, մերավ տիլեգրամներով փոխհավաքել, 18 թվի, էսի կինո ռեժիսոր էր հանդես գալիս, նայեք, մտավորական։ Փորները տեսնում եք, ծիծիկները տեսնում եք, հետաքրքիր է, այս բոշեկների համար լիֆ ինչի չեն արտադրում, ուսերը այսենց տեսնում եք, կախ, տղամարդու շնորհք ընդհանրապես չկա, նույն Նիկոլ Չոբան, ու գիտեք ինչի է սենց, քանի որ սրանց սովորցրել են գող ապրել, не привлекать внимание, ենթագիտակցաբար ժողովուրդ ջան, իրանք այսենց են դառնում, ոչ թե ազատ, պարզ, անվախ են ապրում, այլ տագները անելով, այսենց սողալով, վախեցած գող, բոլոր ազգերի հետևի միջից մտել են աղիքների մեջ, ազգերը ուտում են, դրա համար այսենց են, տղամարդու շնորհք չունեն, 2000 թվականներին իմիջայլոց, մենց աղմունք մամուլով տարածեցին, որ հայ տղամարդիկ դարձել են փորով, փորները կող, որովհետև նարդի են խաղում, ամբողջ օր գործ չեն անում հայ տղամարդիկ, իբր թե, պարզվեց, ընկերներիցս մեկը ասեց, Մագդա, мой отец мне говорил, հայերեն թարգմանեմ, լավ, ասեց իմ հայրս միշտ ասում էր, որ բոշեկը, տղամարդիկ բոշեկներին, այսենց մենց փորներով, ուսերը կախ, ամբողջ օր նստած են նարդի են խաղում, ասում եմ, բա իրանք որ նարդի են ամբողջ օր խաղում, ոնց են ապրում, ասեց իրանց կանայքն են աշխատում, այդ վաղ չհասկացա, որ կանայքը բոզ են, բոզ խանեկն են աշխատում, կամ ուրիշ ազգերի տղամարդկանց են վրա քաշանում, փող են բերում տուն, իրանք էլ նստած են, նարդի են քշում ու հայ ազգի մասին, սկսին քանի որ 90-ականներին մի սերունդ էլ կարգին հայ տղամարդկանց գլուխը կերան, նովի արմյանի փորերով նարդի խաղացող, պարզվեց բոշեք մեյդան ընկան, սկսվեցին տարբերվել, էլանասին հայերն են, նարդի են խփում սաղոր, գործ չեն անում, փոր են քծե, հասկացաք, ժողովուրդ ջան, հիմա, կմիացնեմ Լևոն Հարությունյանի ելույթը, իմիջայլոց, վերջերս եթե չեմ սխալվում, այդ 18 թվին Նիկոլ Բերողը միացել էր Կարեն Արեյանին, գիտեք, բոզ ջվուտ, կնիկը բոզ ջվուտ, նույն Նիկոլն են բերել, ժողովուրդ ջան, Նիկոլը բերելուց հետո անմիջապես, հենց Նիկոլին ստատուս դրեցին վարչապետ, երկրորդ օրը էլանասին, որ մենք ապոզիցիաներ ենք, սխալվել ենք, այդենց կեղտ ենք կերել, սխալվել ենք, բերեցին մյուս օրը նստան, գիտեք ինչի, որ Նիկոլին հագաուշ, իսկական հայերը չգան, այդ դերասանությունն են անում իրար երես թկելով, որ ամբողջ քաղաքական դաշտը իրան կլնեն, հայերը հանգարտ չմտնեն, հիմա հարց առաջանում, հայեր ջան, որ գրում եմ, եթե տաղավարներում բերում են, խոսծնում են, հասկացեք, ամբողջ մամուլը ջվուդների ձեռնա, ու ոչ թե միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, դուք ոնց եք պատկերացնում, դարերով մտել են հայ ազգի մեջ գող,
ոչ թե մտել են հավաքարար աշխատեն, սվարշիկ աշխատեն, կաֆելշիկ աշխատեն, պատշար աշխատեն, մտել են, որ քաղաքական դաշտը գրավեն, մեզ սպանեն։ Ձեր կարծիքով իրանք թույլ կտան, որ հային բերեն նստեցնեն տաղավար, PR անեն, որ հայերը այս հայի հետևից գնան, ելնեն ջհուդների դեմ, ժողովուրդ, մի քիչ տրամաբանությունից միացրեք, հայեր ջան։ Արտակ Սարգսյանին գիշեր ցերեկ տաղավարներով պրոպագանդա են անում։ Եքո գեներալ ամբողջ մի կենյայի ուս չունի, բան չունի, այսենց։ Հա, զոզո, բան չունեմ ասելու, բայց տղամարդու շնորհք կա այնտեղ վայեննի, չգիտեմ ինչ պատրաստված, այսենց։ Իմ ուսերն իրան ուսերից թափով են։ Հիմա ժողովուրդ ջան։ Այսօր ելույթ ունեցե այս կերպարը։ Սրանք կոչվում են մտավորական, միտք բառից, այսինքն մտավորականը դրանք մարդիկ են, որ լույս են տալիս ժողովուրդներին, ազգերին, իրանց հետևից, իրանք պայծառ, լուսավոր, ուղեղ ունեցողները լույս են տալիս ազգին, պիտի հետևից տանեն ազգը։ Գիտեք, Վայրամ Պապազյանից դեռ Բաքվում եմ կարդացել, որ ամբողջ աշխարհում միակ դերասանն ա եղել Վահրամ Պապազյանը, հայ Վայրամ Պապազյանը, որ Օտելլոյին խաղացել ա այնենց, որ խեղդել ա Դեսդեմոնային ու ցույց ա տվել, որ ինք արեց, բայց զղջաց։ Ոչ մեկը դա, ոչ մի դերասան, ոչ զգացել ա դա, ոչ էլ կարողացել ա խաղալ։ Միակ հայ դերասան Վահրամ Պապազյանը։ Դուք ոնց եք պատկերացնում այս կերպարը Սոս Սարգսյանի հետ իրավունք ունի նույն հարթության վրա նստի։ Դուք ոնց եք պատկերացնում սա Վահրամ Պապազյան, Սոս Սարգսյան, Ֆրունզիկ Մկրտիչյան, Չարենց, Սևակ, Շիրազ, դուք այսրանց ոնց եք ընդունում որպես մտավորական ժողովուրդ։ Սա նույն ամբողջ շոու բիզնեսը ժողովուրդ ջան, ամբողջ շոու բիզնեսը դրանք են, բոշեկն են։ Մենք հիմա արվեստագետ չունենք, որոնց ցույց են տալիս թատրոնում, չկան, ժողովուրդ ջան, 32 ատամ, չգիտեմ, Woman Club, չգիտեմ ինչ զայրումար, Հայկո, Մկո, կանացի շորերով, չգիտես ինչով, սա արվեստ չի, սա զիբիլա, իմիջայլոց, Մկոն միացավ Նիկոլ Փաշինյանին, 18 թվին, Մկոն, իբր թե Սերժի տված միդալից հրաժարվել էր, միացել էր Նիկոլին, միդալը չի հանձնվել, ես չգիտեմ ինչ միդալ է, շատ հնարավոր է մասոնական, միդալը չի հանձնվել, այդ ձիը մենակ PR արել, որ Սերժից հրաժարվել է, միացել է Նիկոլին, 18 թվին, նույն Հայկոն, հեծանիվով իբր թե միամիտ բժշկականի կողքով, սենց հեծանիվ պիտի քշեր անցներ, ուսանողները իբր Հայկոին կայնացնում են, ասում են պիտի միանաս մեզ։ Քանդեց Արցախը, հելավ իբր թե Արցախի համար Նիկոլի դեմ ինքը կարգին հայա ջվուց սատկումա։ Հացկ գյուղու աշտարակի։ Կորոնավիրուսի ժամանակ վազեց տուն արավ,
Պետական բյուջետի հաշվին ասֆալտ փռվեց մինչև Հայկոյի տունը, ժողովուրդ ջան իմացեք, մինչև Հայկոյի տունը, մնացած գյուղացիներին ասեցին, ասվալտ եք ուզում, չկա այնտեղ ասվալտ, ժողովուրդ ջան, փող դրեք, ձեր հաշվին ասվալտ փռենք։ Այդտենց հայազգի պատրիոտ են։ Ուրեմն, դուք ոնց եք պատկերացնում Չարենցը, Պարուր Սևակը, Վայրամ Պապազյանը, Ֆրունզիկը, բոս Արիաննա Հովսեփյանի հետ նույն սեղանին կնստեն ժողովուրդ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Հիմա ցույց կտամ Լևոն Հարությունյանի մտավորականի մտքի թռիչք։ Նախ ուզում եմ ուշադրություն դարձնեք այս մատներին, բուդ մատներին, նայեք ժողովուրդ ջան։ Բուդ մատա, նայեք, ին բուդ մատն էլա։ Պաչիմուտը կամ մատներ, որ այսի ահավոր ծռված է, ուշադիր նայեք։ Երկու ձեռի, նայեք, ոչ սովորական, какие-то отклонения։ Գիտեք, այտենց отклонениաներ էլ ով ունի։ Նայեք մատներին, լամպաշ ձերքերի բուդ մատերին, նայեք, ոչ սովորական ծռված 180 գրադուս հագարակ կողմը։ Գիտեք ով ունի այտենց մատներ, շատ տարօրինակ այս ուսանողները ինչքան մոդիկ են, երկրի էքս-պրեզիդենտի, նայեք, քիթ-քթի տված ՔՊՉՊ, նայեք, տարօրինակը, նայեք մատներին, տեսակ, քորն ունի այտենց մատներ, դեֆորմացված, էրատոն ունի այտենց մատներ, դեֆորմացված, նայեք, նայեք, սա ոչ թե հատուկ շուրտված սովորական խոսալու ժամանակ, իրանց նորմալ վիճակն է ձերքերին, ժողովուրդ ջան, ոչ թե հատուկ ծռված է, այլ խոսալու ժամանակ իրանց սովորական, նայեք, նայեք այս մատներին։ Так, Լևոն Հարությունյան։ Այսօր խոսացել է Լևոն Հարությունյանը, անցնենք Լևոն Հարությունյանի ելույթը քննարկենք ժողովուրդ։ Բարև ձեզ սիրելիներս, չեմ ասում հետևորդը, որտեղ տեսակու բլոգեր չեմ, ես այս դիմելաձևին 2 ամիսը, 1 ամիսը, 1 քարոպայք 3 ամիսը 1 եմ դիմում ինձ բոլիմենի հետևողներին, այն մարդկանց, Բլիմինի հետևողների տեսակետների հետ, հիմա երև եկավ այդ պահը, ինձ թեթև վիրավորել են։ Լավ չեմ վիրավորել, ուղղակի ինձ ճիշտ չեն ներկայացրել 99 ամսվանցած ճանապարհը։ Ուզում եմ հասկանալ թեթև վիրավորել որն է, լավ չեն վիրավորել։ Գիտեք ինչ են ասում, ձևաթափում, որ վիրավորված է, բայց իրար հետ լավ է, խաղ է խաղում։ Վիրավորել եմ, բայց լավ չեմ վիրավորել, այտենց բան էլ կա, հասկացա՞ք։ Նորից տնեմ։ Բարև ձեզ սիրելիներս, չեմ ասում հետևորդը, որտեղ տեսակու բլոգեր չեմ, ես այս դիմելաձևին 2 ամիսը, 1 ամիսը, 1 քարոպայք 3 ամիսը 1 եմ դիմում ինձ բոլիմենի հետևողներին, այն մարդկանց, ովքեր իմ հետ համաձայն են մտքերի ու իմ տեսակետների հետ, հիմա երև եկավ այդ պահը, ինձ թեթև վիրավորել են։ Լավ չեմ վիրավորել, ուղղակի ինձ ճիշտ չեն ներկայացրել 99 ամսվա անցած ճանապարհը, այդ իսկ պատճառով ուզում եմ խոսքս ուղղեմ մեկ անգամ ևս իմ շուրթերով գովազդանեմ այդ կուսակցությանը, բայց սա կլինի առաջինը եւ վերջինը։ Խոսքս ուզում եմ ուղղել Քոչարի կուսակցության հիմնադիր գեներալ լեյտենանտ Քենիայի Արտակ Սարգսյանին,
Բայց ես պարոն Սարգսյան, հիշում եք այս տեղը։ Ես ձեր մշտական տեղում եմ ես իմ անստացեմ, որ մեզ խոսք եք տալիս պավիլոն, տենց է չբացեց այդ պարոնը, Խեղճ Արիանայի տունը դարձավ ձեր համար պավիլոն։ Աստծո ձեր տեղից եմ խոսում։ Արիանայի տունը դարձավ Արտակ Սարգսյանի պավիլյոն։ Երգիր փրկող, գեներալ մայոր, Բոս Արիանայի բացած ջվերը դարձան սրանց ու Արտակ Սարգսյանի պավիլյոն։ Ժողովուրդ ջան, շարունակենք։ Ծանոթ է եւ հոգի հարազատ, որտեղ ստեղ ամեն անգամ մտնել դուք ձեզ լավ եք զգում, որտեղ մենք ձեզ լավ ենք դիմավորում, որ ճիշտ կարողանում ենք ձեզ մատուցել մեր հանրությանը։ Արիանայի միջոցով հիշում եք այդ օրերը։ Եթե չեք հիշում, դիժոնեք ամեն դեպքում։ Ճիշտ մատուցենք հանրությանը Արիանայի միջոցով։ Հասկացաք, ժողովուրդ ջան։ Այսինքն Բոս Արիանային, արի իմ տղա, Բոս Արիանային սկզբից մամուլի միջոցով, Սերժիկի մեդալի միջոցով սարկում են կորկին լուրջ հայուժի։ Հետո Բոս Արիանայի միջոցով մտավորականի աուդիտորիայի միջոցով Կենիայի գեներալ լեյտենանտին հանրությանը դարձնում են ճանաչելի։ Հասկացաք ոնց են աշխատում, գնացինք առաջ։ Լավ, ամեն դեպքում անդրադառնամ փաստին, որի պատճառով ես հիմա մտել եմ ետի։ Այսքան տեղը նորից լսեմ։ Սարգսյան հիմնադիր, գեներալ լեյտենանտ, Կենիայի Արտակ Սարգսյան։ Բայց ես պարոն Սարգսյան, հիշում եք այս տեղը։ Ես ձեր մշտական տեղում եմ ես իմ անստացեմ, որ մեզ խոսք եք տալիս պավիլոն, տենց է չբացեց այդ պարոնը, Խեղճ Արիանայի տունը դարձավ ձեր համար պավիլոն։ Աստծո ձեր տեղից եմ խոսում, էլի։ Ծանոթ է եւ հոգի հարազատ, որտեղ ստեղ ամեն անգամ մտնել դուք ձեզ լավ եք զգում, որտեղ մենք ձեզ լավ ենք դիմավորում, որ ճիշտ կարողանում ենք ձեզ մատուցել մեր հանրությանը։ Արիանայի միջոցով հիշում եք։ Ճիշտ մատուցել հանրությանը։ Ուշադիր լսեք այս խոսքերին, ժողովուրդ ջան։ Ճիշտ մատուցել հանրությանը։ Եթե չեք հիշում, դիժոնեք ամեն դեպքում դերեք մեկ նայեք։ Լավ, ամեն դեպքում անդրադառնամ փաստին, որի պատճառով ես հիմա մտել եմ եթեր։ Ուրեմն, պարոն Սարգսյան, մի քանի օր առաջ դուք ձեր ասացույցներից մեկում լրագրողի հարցին թե ինչու Լևոն Հակոբյանը գնաց երկուսակցությունից, ձեր դերած արգումենտների համար շատ թույլ էր, այդ պատճառով ես ուզում եմ տեղ ճշտումներ մտցնել։ Երբ որ ես ձեզ առաջի անգամ, ոչ թե ձեզ երկու անգամ դրալ, մի անգամ, ասում, պարոն Սարգսյան, կարամ մտնեմ Քոչարի կուսակցություն, դուք ինձ շատ շնորհակալ եմ ձեր անկեղծության համար, ասեցի չէ, կուսակցություն մտնելը դա պատասխանատվություն է, դուք արվեստագետ եք, ավելի լավ ցուցակ, բան, շնորհակալություն եք խորհրդի համար, որ ես կյանքում որևէ ցուցակ չեմ մտնի։ Դուք ինձ դա տվել եք, որի համար ես շնորհակալություն եմ ասում։ Բայց ինչ մնում ցուցակի հարցում, հիշում եք, որ ոչ թե ես եմ ձեզ խնդրել, այլ դուք եք ինձ խնդրել, որ ես մտնեմ ցուցակ։ Գիտեք չի, որտեղ մարդու պակաս ունեք, չեք կարողանում ցուցակը լրացնել։ Նույնիսկ դուք ինձ դրդում էիք, որ ցուցակ բերեմ շատ ճանաչված հայտնի մարդկանց ու փառք Աստծո, որ այդ դեպքը տեղի չունեցավ, ու այդ մարդիկ ինձնից ավելի խելացի ու ավելի Խոսում է, որ կուսակցություն չի մտել, որ ասել ամեն մարդ իրան գործով ցուցակ ժողովուրդ ջան։ Ազդեցիկ մարդկանց ցուցակ, որոնք ժողովրդի վրա պրոպագանդա անելով ազդելու են։ Ուշադիր լսեք։ Պարոն Սարգսյան, մի քանի օր առաջ դուք ձեր ասացույցներից մեկում լրագրողի հարցին թե ինչու Լևոն Հակոբյանը գնաց երկուսակցությունից, ձեր դերած արգումենտների համար շատ թույլ էր, այդ պատճառով ես ուզում եմ տեղ ճշտումներ մտցնել։ Երբ որ ես ձեզ առաջի անգամ, ոչ թե ձեզ երկու անգամ դրալ, մի անգամ, ասում, պարոն Սարգսյան, կարամ մտնեմ Քոչարի կուսակցություն, դուք ինձ շատ շնորհակալ եմ ձեր անկեղծության համար, ասեցի չէ,
Կուսակցություն մտները դա պատասխանատվություն է, դուք արվեստագետ եք, ավելի լավ ցուցակ, բան, շնորհակալություն ես խորհրդի համար, ես կյանքում որևէ ցուցակ չեմ մտնի։ Դուք ինձ դա տվել եք, որի համար ես շնորհակալություն եմ ասում։ Բայց ինչ մնում է ցուցակի հարցում, հիշում եք, որ ոչ թե ես եմ ձեզ խնդրել, այլ դուք եք ինձ խնդրել, որ ես մտնեմ ցուցակ։ Գիտեք, որովհետև մարդու պակաս ունեք, չեք կարողանում ցուցակը լրացնել։ Նույնիսկ դուք ինձ դրդում էիք, որ ցուցակ բերեմ շատ ճանաչված հայտնի մարդկանց ու փառք ասող որ այդ դեպքը տեղի չունեցավ, ու այդ մարդիկ ինձնից ավելի խելացի ու ավելի ճիշտ անալիզանող են, որ հրաժարվեցին, որտեղ իրանք ինձնից շուտ ձեզ ճանաչեցին։ Ես Աստծո շնորհակալ եմ, որ ես այդ մարդկանց չմցրեցի այնտեղ, որտեղ հիմա ես չեմ էլ արդեն։ Ինչ որ ժամանակ եղել է։ Ու կխնդրեմ սրանից հետո, երբ որ իմ մասին խոսակցություն կլինի, պարոն Սարգսյան, կամ շատ մի քննարկեք այդ թեման, որովհետև երբ որ ինձ հարց տվեցին ինչի դուրս եկաք, ես ձեր մասին վատ բան չեմ ասել։ Ես մի բան եմ ասել։ Ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով։ Ես ոչ գիտեմ դուք ձեր գործով եք զբաղվում, թե ուղղակի մոխլյոշ է։ Եթե Ժարգոնով խոսածող մտավորական մոխլոշ է, թե մոխլոշ չի։ Այսինքն խոսում է նրա մասին, որ ինքը ցուցակներ է բերել, դիմել անգամ մարդկանց, մարդիկ ասել են, որ էսի ով է, ինքը շարունակել է իրան գործը, այսինքն մարդուն չճանաչելով, պավիլիոն է խոստացել, ինքը պրոպագանդա է փաստացի արել, ժողովուրդ ջան, ու սենց է ամբողջությամբ, ամեն մեկը, հիմա երևի մեկը մյուսի ոտին է տրորել, հասկացաք, պավիլիոն չի ստացել, խոստացած, մեջները, քանի որ ամեն ինչ շահի վրա է, կռիվ առաջացել, մտավորականը, ոնց կարա էսի լինի մտավորական, մարդ չի ճանաչում, ինք իրանից չուտյո գաղապար չունի, հասկանա դիմացինը ով է, բայց ինքը դրան պրոպագանդա է անում խեղճ Արիանայի հետ միասին, դալշը գնացին։ Անում եք, որ արդեն դուք ձեր գործով չեք զբաղվում, ճանապարհի կեսից ստոպ տալներ է դա տղամարդկությունն էլի։ Ինչը որ արեցինք մենք Արիանայի հետ և մեր ընկերներով միասին, որտեղ ճանապարհի կեսից հասկացանք, որ մենք սխալ ենք մտել, ես այն մարդկանց, ովքեր հավատացել են մեր խոսքին, հավատացել են մեզ ու իրենց կյանքում որոշում են կայացրել, ես ներողություն եմ խնդրում, դա մի հատ մեծ փուչիկ էր, որը կամ պայթել է, կամ պայթելու ճանապարհին է։ Սա չեմ ուզում ձեզ տլովել։ Հիմա ես ասում եմ անկեղծ, պարոն Սարգսյան ջան։ Եվ մենք Ներողություն են խնդրում մարդկանցից, որոնք իրանց հավատացել են։ Լևոն Հարությունյանի անվան տակ թաքնված բոշա։ 18 թիվ ես արել, սխալվել ես։ Կարծեմ Կարեն Արեյանն էր, չեմ հիշում ով էր, սխալվել ես։ 3 ամիս, ասում ես մի քանի ամիս մեկ, նայած ում պետք է պրոպագանդա անի։ Արիաննա մեր ընկերների հետ, Արիաննայի հետ սխալվել եք։ Ժողովուրդին գիտակցաբար խապելով տվել եք հայ արունը թափել։ Նման իբր թե սխալի համար մենակ ձեզ հասնում է ձեր ворի կաշին քերտվի։ Ոդիս բուդմադին չեք կողել ավտոբուսը շարժվավ չկարողացաք ձեզ պահել, հայազգի ոդի բուդմադին չեք կողել, հայազգի արունն եք տվել թապել, ներողություններըց գմծնեք, համապատասխան տեղ ժողովուրդ ջան կներեք, միամիտ խղճով հայ ազգ եք տեսել, որ
Են աստիճանի սովոր չի ստոր ապրել, ստոր մտածել, խապել, խապելով թալանել, արունը ուրիշի խմել, որ կարողացել եք այդ միամիտ ու խղճով ժողովրդին խապել, արունն եք տվե թապել, ու այսօրվա օր շարունակում եք ներողություն ընդամենը ստից ասելով ձեր էշը քշեք, ձեր էշալով առաջ, շարունակենք հայր ջան։ Այս ներողություններն էլ ախաղ, դուք ուշադիր եղեք։ Եվ մեկ էլ մի հատ մեծ խնդրանք, մյուս անգամ այս հարցադրումները դեռ շատ կլինի։ Խնդրում եմ, շրջանցեք անցեք, երբ որ իմ անուն ազգանոք Համարյանն Հուսեյնյանի անուն ազգանոք կտան, ուղղակի շրջանցեք անցեք, աշխատեք բան չասել, որովհետև երբ որ մի բան ասեք, մենք դրա դիմաց լիքը բան ունենք ասելու։ Ահա։ Լիքը բան ունեն ասելու։ Մեզ ձեր չտակ, որ մենք չասենք, այսինքն թաքցնենք, հասկացաք ժողովուրդ ջան, լիքը իրար մասին լիքը քա գիտեն, ձեն չհանենք, գովանք, փաստորեն, լիքը Արտակ Սարգսյանի մասին, լիքը վատ բան գիտի, ոտից չկոխես, որ ես բեյնիցս դուրս չդամ, իմանալով բացասականը պրոպագանդային արե որպես դրական, դալշը գնացինք։ Իշեդեքը պահել արինում ծավասին, որ դրանում մեղավոր է դուք եք մեզ ստիպում, որ մենք սենց արտահայտենք։ Ես ամեն դեպքում թեթև ներկայացնեմ ինչի համար դուրս եկա կուսակցությունից։ Այսինքն ներկայացնում է, որ կուսակցություն չի մտե Արտակ Սարգսյանը խորհուրդ տվե ամեն մեկը իրան գործով, դա քրկիրը Արտակ Սարգսյանին ասում է դուք ձեր գործով, ինչի ես մտավորական, որ գլուխ չունես, դու ոչ թե քու գործով ես։ Մեզ էլ ասում են քաղաքականություն մի մտեք, ինչի եք դուք մտնում քաղաքականություն։ Սրանք ստեղծված են, ժողովուրդ ջան, որ ձեզ հայազգ, միամիտ, անկեղծ հայազգ, այս շակալները, փորները ցնծած, բոշեկը, ասեմ իմանաք, անգամ եթե բոշեն հայերեն ա խոսում, բոշեն աղա չի դառնա, բոշեն մարդ չի դառնա, նամանավանդ հայ չի դառնա, հայեր, բոշեն մնում ա բոշա։ Երբ որ ես վերջին ժողովին եկա, երբ որ ես ժողովին մասնակցում եմ, Քոչարի կուսակցության անդամների հետ միասին, երբ որ ժողովը սկսեց, առաջին երկրորդ համարը չկարողացաք ինք ասկով, չկարողացաք ներկայացնել կուսակցության ծրագիրը, կիսած պրատ, կմկմալով, ես այդ պայն առաջանքը մտածի լավ, ես ուր եմ ընգել, ոնց կուսակցություն, Քոչարի կուսակցություն, առաջին երկրորդ համարը, երրորդ համարը մեր ընկերներ չեմ ասում, ինքը չէր եկել, ինքը ճիշտ որոշում էր կայացնել, որովհետև կուսակցության անդամներից մեկը, երբ որ դիմեց կուսակցության անդամներին, շատ խնդալու նախադասի ասեց, կխնդրեմ գրանցեք, ով ինչ մեքենա ունի, որ կարողանաք այդ մեքենաները օգտագործեն լուրջ։ Կենիայում հեղաշրջում արած Սուդանը կիսած տղեկը դες մեքենայի խնդիր ունեին, դες կղզիների աշխարհի 70 երկրներում թույն բիզնես են ունեցող, բանկերում հաշիվներ չկարողացող բացող, հիշում եք ով է բացել հաշիվը, լավ չանդրադառնամ դրանք, ձեր համար կարող է մանր բաներ են, բայց ամեն դեպքում մանր բաներից էլ տեսեք դուք ուր եք հասակ։ Խոսքով ձեր անցած ճանապարհը 9 ամիսների ընթացքում, ախր դուք որ նոր եկել եք, դուք մի հատ մեծ խնդիր ունեիք, չէ՞։ Դուք ուզում եք ձեզ ճանաչողություն։ Ու դուք դիմեցիք Արյանն Հովսեփյանին։ Որ ասեմ այդ տղա աղջիկը, այդ ուժեղ աղջիկը, աղջիկը տղա չի դու աղջիկ կամ հելմա կին մայր, կամ ուժեղ, իսկ Արյանն ուժեղ է։ Երևի դրանում համոզել եք, որտեղ 25 անգամ զանգում եք, հիշում եք,
Արիանը ոնց անենք, Արիանա ինչ անենք։ Հա, ավուրինք հա։ Բա կինը կամ լինում է մայր, կամ լինում է ուժեղ։ Այսինքն իսկական մայրը դա թուլա, բոզերը ուժեղեր։ Այսինքն հիշում ես Արիանային դիմեցիր, մեզ դիմեցիր, ճանաչելություն էր ուզում։ Ճանաչելություն են ստեղծել, ժողովուրդ ջան։ Ու էսի մտավորականը Արիանայա գովում, որ եթե մայր չի, թուլա մայրը, ուժեղ կինա, զինվորը, բա, մտավորականը է տենց։ Ինձ հետաքրքիր է այդ մտավորականը քանի տակ քսերոք սեղած պիտի սխալվեք ու ելնեք ելույթներ ունենաք ազգի գլուխը ուտելու նպատակով, ինչքան արյուն պիտի թափեք, որ ձեր այս ցնծած փորերը լցվեն, տվար պագաննեը։ Ու Արիանան ու Միչելից ոնց է ձեզ վերեցինք ճանաչողություն, ձեզ ճանաչեցին։ Նորից լսեք։ Հիշում եք ով է բացի հաշիվ։ Լավ չանդրադառնանք դրանք։ Ձեր համար կարող է մանր բաներ, բայց ամեն դեպքում մանր բաներից էլ տեսեք դուք ուր եք հասակ։ Խոսքով ձեր անցած ճանապարհը 9 ամիսների ընթացքում ախր դուք որ նոր եկել եք, դուք մի հատ մեծ խնդիր ունեք, չէ՞։ Դուք ուզում եք ձեզ ճանաչողություն։ Ու դուք դիմեցիք Արիաննա Հովսեփյանին։ Որ ասեմ այդ տղա աղջիկը, այդ ուժեղ աղջիկը, աղջիկը տղա չի, աղջիկը կամ էլ կին մայր, կամ ուժեղ, իսկ Արիանան ուժեղ է։ Երևի դրանում համոզել եք, որտեղ որ 25 անգամ զանգում եք, հիշում եք, Արիանա ոնց անենք, Արիանա ինչ անենք։ Հա, ավուրինք հա։ Ու Արիանան ու Միչելից ոնց է ձեզ վերեցինք ճանաչողություն, ձեզ ճանաչեցին։ Հասկացան ինչ բան է Քոչարի կուսակցությունը։ Քոչարի կուսակցության ծրագրերը, որ նոր եմ հասկանում, որ փուչիկա։ Վաու։ Մտավորականը բոզի հետ, բացած ճվերով, բացել են բացած ճվերով, Քոչարի կուսակցության ղեկավարին դարձրել են ճանաչելի, անճանաչելին, հետո նոր են հասկացել, ով է ինքը։ Դուք սենց բան լսել եք, մտքի թռիչքը մտավորականի։ Դուք հիշում եք ասմա, ունեիք ճանաչելության խնդիր, ես ու Արիանան ձեզ դարձրեցինք ճանաչելի, հետո նոր հասկացանք դուք ով եք, Իսոս Քրիստոս, ժողովուրդ, դուք ում հետևից եք ընկել, ումն եք լսում, իշուն լսես իմ տադուս խոսքն է, մեր պաբենական դարերով եկած մեր պաբերի խոսքն է, իշուն լսես, էշ դառնաս, հերիք չի դուք այս աննասուններին լսեք, մերը ասելով, ում ցույց է տալիս մամուլը, այդտեղ աչկա երևի հայը մենակ հայկոներ գլուխը կերան, որ ելավ կորոնավիրուսի դեմ պայքարի, գլուխը կերան, գրեցին, որ կորոնավիրուսի համար դեղ չսրսկվեց, դրա համար մեռավ, ու սարկեցին, որ անձնական խնդիրների պատճառով, սենց ենենց, հասկացաք։ Հացադեցի ժամանակ ես հասկացա ևս մեկ բան։ Դուք պատմում եք այն պատմությունները, որ 600 անգամ տարբեր տեղեր ասել եք։ Լավ, նույնիսկ ձեր մոտ նոր ծրագրեր չկան, նոր մտքեր։ Այսինքն դա լավ, տենց կառուցված
խոսույթեր, որ դուք անդադ բերում եք հասկանալ, որ դա մարդու վրա կարողություն ունենա, ու մեր վրա ունեցել է, ու մենք խափնվել ենք։ Ու փառք Աստծո, որ մեր ընկերներով ճանապարհի կեսին դա հասկացանք։ Ու ես նախորդ կտամ նաև 9 ամիս խոպել է, լավ ծրագրված, 9 ամիս հետո կանայք 9 ամսվա մեջ երեխա են բերում։ Մտավորականը 9 ամիս, լսել է նույն բանը, բայց ժողովրդի մեջ տարածել են քոչարի կուսակցություն, 9 ամիս հետո նոր հասկացել են, որ քսերոքս արած 9 ամիս նույն բանն է, պլաստինկ են փճացած, նույն բանն է խոսած է, այդ հենց մտավորականները։ ովքեր Արիանայի եւ մեր պատճառով ուզեցել են գոնե իրենց ձայնը տալ քոչարի կուսակցությանը, ես կարող եմ ասել հանգիստ դե որոշումը կայացրել, կարող եք չտալ։ Դա մեծ փուչիկ է, որը կամ կպայթի, կամ պայթելը, կամ էլ պայթելու ճանապարհին է։ 2018 թվականին մեկ անգամ ևս խաբել են։ Խաբեն ևս մեկ անգամ։ Դրա համար ես ներողություն եմ խնդրում, ովքեր մեզ հավատացել են, ովքեր մեր հետևից ուզում էին գային, մի արեք այդ բանը, ձեր որոշումը ուրիշ կայացրեք, բացի 16 համարին, բացի 16-9։ Այս գրվում է գերեզմանակայել, չէ, 9-ը կեցիք 16, ասեք 9 թվին ծնվելը, 16 թվին մածուն, ոտո օրինակ բերեցի։ Այտենց, ժողովուրդ ջան, մի խոսքով այսքան բան է ուզում ասել, շատ բան կասել, մեկ էլ Պարոն Սարգսյան ջան, մի բան եմ ասեմ, սրանց հետո եթե իմ եւ Արիանը եւ մեր ընկերների անունով հարցածում են, աշխատեք շրջանցել ու անցնել, բան մի ասեք, որովհետեւ եթե դու մի բան ասեցիք, մենք կարող ենք 100 բան ասել։ Մեկ էլ մի բան ես, վերջերս անդադ հիմա հիշում եմ, մենք բիտ ընկերներ ունենք, որ ասում են լավ էլի այդ մարդուն ինչ-որ պատմություններ էին պատմում, որ այս մարդիկ էս են արել, էս են արել, էս են արել, մենք չենք հավատում։ Անից պարզվեց մեր ընկերները ճիշտ էին։ Ու մեկ էլ մի բան ասեմ, Պարոն Սարգսյան, դուք ընդ լավ մեծ կռիվ ունեք, կարող է չէ։ Մտավորականը ինքը չի հասկացել։ Մտավորականին ասել են, ինքը հաշվի չի արել։ Դուք սենց բան լսել եք, ժողովուրդ ջան, 9 ամիս պրոպագանդա են արել, մի անգամ 18 թվին ենք սխալվել, մի անգամ 9 ամիս հիմա ենք ձեզ խաբել, ժողովուրդ ջան, սխալվել ենք իբր թե։ Այս 8 տարվա մեջ էլիսա ումնա պրոպագանդա արել, չգիտեմ, վերջերս հիշում եմ, որ տեսա Կարեն Արեյանին էլի պրոպագանդա արել։ Սխալվում են սենց, ուղղակի գելնեն, ոնց որ Թևանյանը կապիտուլյացիա ստորագրելուց հետո, ելավ ասեց երևի էմոցիաներս ճիշտ չեմ ձևավորել, որ ձեզ հայեր բացատրեի, ներողություն եմ խնդրում ձեզանից, բայց բոզերը, որ իրան կուսակցությունը շարժումը ինչա, մենք ցույց ենք տվել, ինչ մակարդակի բոզերի հետ ավագանի ցուցակ են գրել, ժողովուրդ ջան։ Պատկերացրեք, որ Արիանայից էլ բետար բոզեր գոյություն ունեն։ Տևանյանը նմաններին գրել էր ավականու ցուցակը քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ, հիմա էլ ինչ-որ դոդի հետ է միացել։ Եկեղեցու էդևը խմբակային ռուս աղջիկա, բռնաբարող, եվրեյ, դոդի գագոն, արձան է կառուցում Քրիստոսին, Տևանյանն էլ դե արձան կառուցողի հետ է միացել։ Այդ են։ Գնացինք առաջ, ժողովուրդ ջան։ Եվ Արիանը եւ մեր ընկերների անունով հարցածում են, աշխատեք շրջանցել ու անցնել, բան մի ասեք, որովհետեւ եթե դու մի բան ասեցիք, մենք կարող ենք 100 բան ասել։ Մեկ էլ մի բան ես, վերջերս անդադ հիմա հիշում եմ,
Մենք բիտ ընկերներ ունենք, ասում են լավ էլի այդ մարդուն ինչ-որ պատմություններ էին պատմում, որ այս մարդիկ էս են արել, էս են արել, էս են արել, մենք չենք հավատում։ Անից պարզվեց մեր ընկերները ճիշտ էին։ Ու մեկ էլ մի բան ասեմ, Արսակցյան, դուք ընդրել հատ մեծ կռիվ ունեք, կարող հատ ճշտեք, Քենիայում ինչի է Հայաստանը սեր ցուցակում։ Դա ծանոթներ ունեք, որ խնդրեմ մի հատ կճշտեք, որովհետև վերջերս ես իմացա, որ Քենիայում Հայաստանը մտցված է սեր ցուցակ։ Չգիտեմ դա ում պատճառով, միգուցե իմ պատճառով է։ Ամեն դեպքում լավ եղեք, պինդ եղեք, ձեզ մաղթում եմ հաջողություն, եթե կարողանաք։ Ու ինձ զարմացրեց մի բան, երբ որ լրագրողը ձեզ հարցրեց ինչքան եք հավաքել, դուք մինչև հիմա մտածել եք, որ դուք կհավաքեք այնքան, ինչքան Փաշինյանն է հավաքել։ Չեմ խնդրում, ուղղակի ժպտում եմ։ Ամեն դեպքում Աստված հավաքեք։ Աստված, որ մենք հասկանանք։ Ես գիտեք ինչ նախադասություն ասել ժողովուրդ ջան։ Դուք կհավաքեք այդքան ինչքան որ Փաշինյանն է հավաքել։ Այսինքն ամբողջ մամուլով լցված են Փաշինյան են մաքրում, այն որ բոզերը մոտիկանում են հարցեր են տալիս, Փաշինյանն սկսում է խոսալ։ Հիշում եք այն որ Սատկավ Արմեն Գրիգորյանը մտավորական էլ էդի էր մի հատ ԿՎՆ-շիկ։ Ջոուտ Գերմաֆրադիտ Ղզողլան նրա ուսերն էլ էր սենց։ Ուրեմն գրեց որ հայերին «Пора возвращаться в стойло». Հայերիս գրեց որ ստոյլեն ախորի միջի ամեն անասունի տեղն է։ Հայերեն չգիտեմ ոնց են ասում, գոմի միջի ամեն կտրվածքը որ կա, ամեն անասունի կայնելու տեղն է։ Հայերիս գրեց որ «Пора возвращаться в стойло». Այսինքն որպես անասունի որ ազգնա դիմում մարդկությանը, ջոուդները։ Այն որ դրա աները շամանը, ժողովուրդ ջան, լավ իմացեք։ Ուրեմն Նիկոլի այն որ վերընտրությունը սարքեցին, որ ժամանակը երկարացնեն, որ Նիկոլն այսքան բան հասցնի անել, որ հայերին էլ կուտ տվեցին, որ ագրեսիվ ձևով Նիկոլին չհանենք, արուն չթափենք, օրինական դաշտով Նիկոլին հանենք։ Հիմա էլ նույն խաղն են խաղում ժողովուրդ ջան։ Արմեն Գրիգորյանը ելավ ասեց, որ Թուրքիայից փող են ուղարկել կաշառք Նիկոլին ընտրելու համար, իբր թե ինքը Նիկոլի դեմն է, ինքն էլ էր իբր թե սխալվել, ու սենց քծվավ կրեսլին ու ասում է, արա ախպեր, եթե ծախվում եք, գոյնե 300 եվրոյով դոլարով ծախվեք։ Հայերի։ Տպավորություն արդեն նախորոք ստեղծեցին, որ այս անգամ ոչ թե 5000 դրամ է, այլ 300 դոլարը, հայը ոնց կարար չծախվեր, Նիկոլ չվերընտրեր։ Տպավորությունը ստեղծեցին, Տաշիրն էլա վերջում Նիկոլի ձեռը սեղմեց, շնորհավորեց, որ Նիկոլը վերընտրավ, հիմա Տաշիրը Նիկոլի դեմն է, այդ էց։ Տաշիրը լֆիգի խնամինա, դոդը գրզոյի խնամինա, ժողովուրդ ջան։ Շունը շանթատ չի կողի, սաղ ջվուդ է։ Գնացինք առաջ, ես ցնծած փորի մտավորականների մտքի թռիչքը դալշը նայենք, ինչ խաղեր են խաղում։ Հատ հավաքեք։ Նորից մի րոպե։
ովքեր մեր հետևից ուզում էին գային, մի արեք այդ բանը, ձեր որոշումը ուրիշ կայացրեք, բացի 16 համարի, բացի 16-9, Տենց գրվում է գերեզմանակայել, չէ, 9-ը կեցիք 16, ասիք 9 թվին ծնվելը 16 թվին մատում, ոտը օրինակ վերեցի։ Տենց, ժողովուրդ ջան, մի խոսքով այսքան բան է ուզում ասել, շատ բան կասել, մեկ էլ Պարոն Սարգսյան ջան, մի բան եմ ասեմ, սրանց հետո եթե իմ և Արիաննա և մեր ընկերների անունով հարցացում են, աշխատեք շրջանցել ու անցնել, բան մի ասեք, որտեղ եթե դու մի բան ասեցիք, մենք կարող ենք 100 բան ասել։ Մեկ էլ մի բան ես, վերջերս անդադ հիմա հիշում եմ, մենք լիք ընկերներ ունենք, որ ասում են լավ էլի այդ մարդուն ինչ-որ պատմություններ էին պատմում, որ այս մարդիկ էս են արել, մենք չենք հավատում, անից պարզվեց մեր ընկերները ճիշտ էին։ Ու մեկ էլ մի բան ասեմ, Պարոն Սարգսյան, դուք ընդ լավ մեծ կռիվ ունեք, կարող ա ճշտեք, Քենիայում ինչի է Հայաստանը սև ցուցակում։ Դա ծանոթներ ունեք, որ խնդրեմ մի հատ կճշտեք, որովհետև վերջերս ես իմացա, որ Քենիայում Հայաստանը մտցված է սև ցուցակ։ Չգիտեմ դա ում պատճառով, միգուցե իմ պատճառով։ Ամեն դեպքում լավ եղեք, պինդ եղեք, ձեզ մաղթում եմ հաջողություն, եթե կարողանաք։ Ու ինձ զարմացրեց մի բան, երբ որ լրագրողը ձեզ հարցրեց ինչքան եք հավաքել, դուք մինչև հիմա մտածել եք, որ դուք կհավաքեք այնքան ինչքան Փաշինյանն է հավաքել։ Չեմ խնդրում, ուղղակի ժպտում եմ։ Ամեն դեպքում Աստված հավաքեք, Աստված, որ մենք հասկանանք սխալվել ենք։ Կուզենամ մեր հաջորդ վարչապետը դուք լինեք, դրամ ինչ եք անելու, հետական սուտը, հետական խաբկանքը, հետական մուխը յուշը։ Ուժեղ մտավորական, հայ ազգի ճակատագիրը, կյանքը, պետականությունը, պետությունը, երկիրը, իրանց փորձադաշտը, կուզենայի դու լիներ, տեսնենք ինչ կանեք։ Սա մտավորականի խոսքեր է, ժողովուրդ ջան։ Նիկոլին մի հատ ռեյտինգ բարձրացրեց, տպավորություն ստեղծեց, որ Նիկոլը ռեյտինգ ունի Հայաստանում, գնացինք առաջ։ Ու վերջում չգիտեմ ինչ ասեմ։ Վերջում ես կուզենամ վերջը չլինի։ Մենք միշտ մտածում ենք տղա ворս, ես միշտ այդ հարցածում եմ, ես մի բար այդ գտել այդ մարդուն ձեր մեջ հանգած հասկացա, որ մի խոսքով, Պարոն Սարգսյան ջան, պինդ եղեք, մի ներվեք, ու տեսեք, մեկ մի հատ արգումենտ բերեմ, երբ որ լրագրողը ձեզ հարցնում եք այդ վարձկան զինվորներին ոնց եք բերել, շատ խնդրել ասեք, տուրիստական ճանապարհով, այսինքն դուք ուզում եք Հայաստանում զարգացնել տուրիզմը, իսկ այդ տուրիստական ճանապարհով եկած վարձկաններին հետո ոնց եք տեղափոխելու սահման, այդ զենքերը ձեզ որտեղից։ Դե դուք ֆորին դրած համար եք տալիս, ու կարելի զենքը վերցնում մի անգամից սահմանականում։ Այսինքն դուք ոնց որ այդ վարձու զինվորներով ուզում եք ազգի գույնը փոխեք, հա։ Ես մի բան հասկացա, պարոն Փաշինյանը ուզում է Էս քեզ մտավորականի տեղ դրած Լևոն Հարությունյան բոշա։ Դու նոր լսեցիր, որ Արտակ Սարգսյանը խոսում է նրա մասին, որ բերելու է ստեղ վարձկան զինվորական։ Այսինքն քեզ մենակ տարօրինակ թված, որ ինքը ասեց որպես տուրիստ եմ մտցնելու, իսկ որ վարձկան զինվորական պիտի բերի Հայաստան մտցնի, դա տարօրինակ չէր, ժողովուրդ ջան, ոնց որ փախստականներ Ուկրաինայից, Ռուսաստանից, բանի տակ են, սանկցիաների տակ են, եկան, որ մեր բյուջետը փող լցնեն, հետո վերջում
Եվրейների միության նախագահ Իմա Վարժապետյանն էլ ասեց, с Израиля, с России, с Украины приехали наши евреи-беженцы, вот, они все сейчас уже обустроились, они уже все купили дома, квартиры, приобрели машины, автомобили и даже уже рожают детей. Դուք տեսել եք փախստականներ գույնե 40-50 տարեկան անց փախներ, չէ, երիտասարդներ, աջող սերունդներին բերին լցրեցին ստեղ, որ детей рожают. Վարձկանները Իսրայելի բանակն են մտցնում ստեղ, որպես վարձկան. Հայաստանի բանակը քիչ-քիչ լուծարում են, արդեն военный подготовка դպրոցում պետք չի անցնեն, չաստերը փակում են, պաշտպանության նախարարը խփել է դոշին խաղաղություն, մեր տղեկների գլուխը ուդում են, բանակը լուծարում են, Արտակ Սարգսյանը բերում է վարձկաններին, էդում բանակն են ուզում բերել, որ մտավորականին ընդամենը Հիմա նոր, երբ որ իրար բուդմուադին են կողել, հարց է տալիս, այդ հայ ազգի գույն ես ուզում փոխել։ Այդ մտավորական, փորը դենկա մենձա չես տեսնում, որ Երևանի ու Հայաստանի դեմքը արդեն 3-4 տարի է փոխվել, արդեն հայ փողոցներում տեսնել, ոնց որ արտասայմանում հայի ձայն լսես, հայի լեզուն լսես, թեքվես, ասես վայ հայ ես, այդ սևերին դու չես տեսնում, այդ որ տատար ռուբոն է լավ խոսած, մեր վզին կապիտուլացիա ստորագրելուց հետո, սենց էլի քոնոման, խելքովի տեղ, մտավորական, գիր կա գրե, միգրացիոն, խնդիրների մասին, որ ասեց հայ տղեկներին սպանել են, կոտորվել են, որպեսզի աղջիկների մասին չխոսան, որ աբորենի երեխեք են բերում, մենք պետք է նստենք տեսնենք, որ ազգն է հայի գենին մոտիկ, արաբներ, հնդիկներ, որ 50,000 ընտանիք բերենք ստեղ, հայ աղջիկները օրինական ծնեն, ու սկսվան ռոլիկներ, որ սևամորտների հետ իբր թե հայ աղջիկները ամուսնանում են, մետրոյի մեջ բերում են, լցնում են արտասայմանից նեգրները իրանց ջվուտկեկների հետ սպիտակ, արդեն սպիտակացած, որ հայերի համար նորմալ լինի սպիտակը սևի հետ ամուսնացած մուլատիկներ ծնվեն, այդ մտավորական դու ես ամեն ինչը չես տեսնում, հիմա նոր ժողովուրդ ջան, հայի զայրուտը ծխելով, էսի Արտակ Սարգսյան, ենի չգիտեմ ինչ, ենի տաշիր, ենի չգիտեմ ինչ, հիմա նոր եկել է մնացել է մի քանի օր, նորից ժժնում են, հիմա գնացինք առաջ։ Լևան ասկազա, պարոն Փաշինյանը ուզում է ջնջել հայ ազգի հիշողությունը, հայ ազգի անցյալը, առավելևս հայ ազգի ներկան, Այսինքն Փաշինյանին բերողը հասկացել է, որ Փաշինյանը հայ ազգի անցյալ, պատմություն, աբական, ուզում է ջնջել, վերացնել, բայց ասում է պարոն Փաշինյան, թշնամուն հասկացել է, որ թշնամի է բերել, պարոն Փաշինյան, փոխել հայ ազգի գույնը, ասում է դուք միասին եք, հա? Այդ վասուզինվարներով ուզում եք ազգի գույնը փոխեք, հա? Ես մի բան հասկացա, պարոն Փաշինյանը ուզում է ջնջել հայ ազգի հիշողությունը,
հայազգի անցյալը, հարաբերյալ հայազգի ներկան, իսկ դուք ուզում եք փոխել հայազգի գույնը, ոնց որ դուք միասին եք, դենց ենթադրություն է, ժամանակը ցույց տա, քիչ ժամանակ մնացել, բայց ես վախենում եմ սիրելի հետևորդներին ախտներից ես եմ դիմում, որ նույնիսկ կարող այս ամեն ինչը չհասնի իր վերջնակետին, ինձ թվում է շուտով վիբարներ չի լինելու, դա հետաձգվելու է։ Իրեք ապրենք տեսնենք։ Ինդերեք պարոն Սարգսյանների ձեզ ասելու բան չունի։ Է շատ կարևոր իր վերջնակետին։ Է շատ կարևոր պահ է ժողովուրդ ջան լսել։ Իսկ դուք ուզում եք փոխել հայազգի գույնը, ոնց որ դուք միասին եք, դենց ենթադրություն է, ժամանակը ցույց տա, քիչ ժամանակ մնացել, բայց ես վախենում եմ սիրելի հետևորդներին ախտներից ես եմ դիմում, որ նույնիսկ կարող այս ամեն ինչը չհասնի իր վերջնակետին, ինձ թվում է շուտով վիբարներ չի լինելու, դա հետաձգվելու է։ Իրեք ապրենք տեսնենք։ Ինդերեք պարոն Սարգսյանների ձեզ ասելու բան չունեմ, աշխատեք ձեզ ունեն սպայել, որ ես վաղը ձեր մասին ասելու բան չունեմ։ Ամեն դեպքում մենք ձեր հետևից վատ բաներ չենք խոսում։ Եթե խոսում ենք էլ, ուրեմն դրա պատճառը կա։ Ամեն դեպքում այդ պատճառները հիշեք, որտեղից է եկել։ Չեմ ասում մի շնոր հանդիպում, բայց ասում եմ, ստեսում ձեզ ինդերեք։ Այսինքն բերանդ փագի, որ մենք շատ լսեցիք, այսինքն շատ բան չխոսաս, որ մենք շատ բան չասենք, այսինքն իրար մասին շատ բան գիտեն, 9 ամիս պրոպագանդա են անում, շատ բան չխոսաս, շատ բան չասենք։ Հիմա վերջի ասած բարերը, որ կարող է հետաձգվել ընտրությունները Այս 4-5 ամիսը անօրինական ընտրությունների ընտրարշավը ուղիղ մի ամիս առաջ է սկսվում, իրանք 4-5 ամիս այս ցիրկը ավտոբուսի ֆռցնում են Հայաստանով մեկ, ստեղ այնտեղ զղտկվելով, ժողովուրդ ջան, գիտեք ինչի է զղտկվում, այն որ ռոլիկը ցույց են տվել իրան բակից ժողովուրդը շպրդում են ջայել վաղտ, հիմա ցույց է տալիս, որ սաղտեղ իրան ձիերով են դիմավորում, ճաշկերույթով են դիմավորում, այս բոզերն էլ, որ ելնում են խոսում են, ես վստահ եմ դաժը, ոչ թե Հայաստանի ցերետելի բոզերն են, որովհետև սրանք արդեն գիտեն, որ մենք նկարում ենք, անիծում ենք, վախենում են ելնեն մեյդան, շատ հնարավոր է Բաքվի այնտեղ կենտրոնում պարապետ է, ստեղ ցերետելի է կոչվում, ժողովուրդ իմացեք, ես ախտեղ գրում եմ թուրքերին, թուրքերեն լեզվով, որ իրանք պարապետի հետև տվողներն են, շատ հնարավոր է, որ Բաքվի պարապետի բոզերն են, 2-3 նախադասություն Նիկոլ Կլարացետկինը դենք պաճում, բերում են կայնացնում են, հայերեն հաչում են, ռոլիկներ են հանում, հասկացաք, հլը մեկն ու մեկը այս պարվներին, որ ելնում են, փաթաթվում են, պաճում են, ճանաչում եք ժողովուրդ, սրանք բերած դերասաններ են, ուրեմն, Նիկոլ Փաշինյանը երեկ գրեցին, որ հայտարարել է, եթե 300,000 դեմ լինեն իրան, ինքը կամավոր կհրաժարվի, իսկ եթե 700,000 թվերը լսեք, այսինքն 50%-ից մի քիչ ավել, ուզենան, որ լինեմ վարչապետ, Փաշինյանն ասել, ես մնալու եմ վարչապետ, Պաչիմուտը 700,000 իրանց համար 50%-ից մի քիչ ավել, 51-52%-ն է, այսինքն իրանց համար 1,400,000 ընտրողներ են, եթե մենք հաշվի առնենք 3 միլիոնը հայությունը,
Մինչև 18 տարեկանը չեն, թե 16 տարեկանը չեն ընտրում, այսինքն где-то 1/4 часть, 3 միլիոնը բաժանենք 4, 750,000, այդ 3 միլիոնից հանենք 750,000, 2 միլիոն 250 ընտրող պիտի ունենանք, ոնց եղավ, որ 1,400,000-ն է 50%, ժողովուրդ ջան, արդեն իրանք թվերը նկարել են, որ ինչպես միշտ, իրանք պիտի ասեն, 52-53% ընտրությունների չեն մասնակցել, իրանց 800,000-ը ջհուդական, երեխեքներին հանենք 700,000-ը, պիտի գնան, ոնց որ Րիմա Վարժապետյանն ասե Եվրейների միության նախագահ, мы все как один принимаем участие на выборах, հասկացաք? Թվերն արդեն կա, ժողովուրդ ջան, բա որ ասում եմ ոչ մի պետությունում ժողովուրդը հարց չի լուծում ընտրություններով, թվերը կան, ըստ սցենարի թվերը կան, հիմա շարունակենք ով է Արտակ Սարգսյանը, Կենիայի օրենքները ահավոր խիստ են, այնտեղ ոստիկանությունը դա ներքին բաննագն է ժողովուրդ ջան, ոչ մեկը դրսի գալող իրավունք չունի ոստիկանությունում ղեկավար պաշտոն ունենա, ղեկավարելու ստատուս ունենա, այսինքն երկրի ներքին բաննագը դրսի գալողի ձեռը ոնց կդնեն, Արտակ Սարգսյանը Կենիայի թագավորի աղջիկը իրանից երեխա ունի, բալիկ ունի, բոլորս էլ գիտենք, բոլոր երկրների, արդեն բոլորը գիտեն, երկրների ղեկավարները ջհուդ են, այդ ազգերի լեզվով խոսածող, այդ ազգերի երկեր երկող, այդ ազգերի պարեր պարող, այդ ազգերի ճաշերը զղտգվող ջհուդներ են, այսինքն Կենիայի թագավորի ջհուդ աղջիկա, Արտակ Սարգսյանի բալիկը ջհուդ է, որովհետև ջհուդների համար ազգությունը որոշվում է ոչ թե սերմով, ինչ ցանիր դա կքաղես, այլ որտեղ ցանեցիր էդ ես քաղելու, որտեղ ցանեցիր էդ ես քաղելու, հողի մեջ խիար ցանիր, խիար պիտի քաղես, պամիդոր ցանիր, պամիդոր պիտի քաղես, քեզ ասում են խիար ես ցանե, պամիդոր ես ցանե, հող ես քաղում, Աբական Արտակ Սարգսյանը, եթե անգամ ենթադրենք իբր թե հայա, իրան բալիկը ջհուդ է, որ ազգի աբակայի մասին պիտի մտածի Արտակ Սարգսյանը, հասկացաք, հիմա նարկոտիկների մենց տոննաների քանակությամբ շրջանառության մեջ, ես որ ասում է սև ցուցակի մեջ նամյոքներ է տալիս, կարող է ես եմ մեղավոր, այդ գործի մեջ ըստ ոտում կախված լուրերի, Քոչարյանն էլ կռիշա է կայնած, Արտակ Սարգսյանին, են որ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժիկը, Նիկոլը նույն նավի մեջ են, նույն գործն են անում հայասպան, հայակործան, էդի իմացեք, որ է տենց է ժողովուրդ ջան, 8 տարի դա աբացույցում եմ, հիմա, ցույց տամ Արտակ Սարգսյանի Facebook-ի էջը ժողովուրդ ջան, Են որ նարկոտիկներեն են ցեդակրկիր է, գրամներով, ծախողներին բռնում են իբր թե, տոննաներով բերողներին չեն տեսնում,
տոննաներով բերողներին, որոնք Հայաստան են ներկրում, կամ այնտեղ են ուղարկում, կամ ստեղ են ուղարկում, դրանց չեն տեսնում, ժողովուրդ ջան, իսկ ով հանգարց առնի, օգտվի դրան բռնում են, այդ հենց ազգի մասին մտածում են, իսկ են սևամորտները, որ յաշիգները ուսերին, իբր թե պիցա են բաժանում, պիցաների արանքն էլ նարկոտիկ են վրաքաշ անում հայ տղեկներին, ժողովուրդ ջան, բոլոր ազգերի տղեկների ու աղջիկների վրա։ Իմացեք, սևամորտներ նաև այդ գործով են զբաղվում, նաև իմացեք, ռոլիկները տարածվել են, Ռուսաստանում այս Յանդեքս յաշիգները կեղդոտ, այս սևամորտները, որ քշում են, հանգարց տեսնում են երեխեքը մենակ են, գցում են յաշիգի մեջ, տանում են, Մեշոք պապը դարձել է սևամորտ Յանդեքս, իմացաք ժողովուրդ ջան, տանում են երեխեքներին կամ բռնաբարում են, կամ ադրինախրոմ են ստարկում, հարունն են խմում, իմացեք, հերիքա միամիտ մնաք, հիմա Արտակ Սարգսյանի Facebook-յան էջն եմ ցույց տալու, դրանով սահմանափակվեմ, ով է Արտակ Սարգսյանը, ժողովուրդ ջան։ Մի րոպե, ահա։ Էսի Արտակ Սարգսյանի Facebook-յան էջն է, ժողովուրդ ջան։ Նայեք ռոժներին։ Իրան շրջապատն է։ Ծախ նեգրներ։ Կողքը մի հատ հայ չկա։ Всё, դրանով ավարտեմ խոսակցությունը, ով է Արտակ Սարգսյանը, մարդ, որի կողքը հայ չկա, ժողովուրդ ջան։ Բարին ասուց, Աստված մեր հետ, շատ մեծ մի հատ վտանգ կա։ Բնական է իրանք լսում են ինչ եմ ես խոսում, որ քանի որ իրանք միշտ իրանց սենց ասեմ խումբը պատրաստում են, այն ինչ որ հիմա գինեկոլոգ բժիշկն էլավ Նիկոլի դեմ, երկու աղբեր եկեղեցում էլան Նիկոլին իբր թե ուզում են խփել, Սուրբ Գիրկը ձերքը։ Մաման ասում այ երեխեքը կուլտուրական են, ասում են դբրոցական երեխեք են, եկա եզերը։ Մաման խոսում է, որ իմ երեխեքը կուլտուրական են, դբրոց եկեղեցի տուն, դուք տեսել եք հիմա այդ հենց երեխեք, դբրոց եկեղեցի տուն, ավարտել են կարմիր դիպլոմով։ Մաման է խոսում, այդ երկու աղբորը, որը դբրոցն են ավարտում երեխեքը, կարմիր դիպլոմով։ Են որ մի շապատ երեխայա որից ընկեց ծնելա, բռնեցին տարանի փրտե կալանքի, հետաքրքիր է որից երեխայա ծնվում ինքը հրապարակներում կռիվայնում։ Հիմա իրանք պատրաստում են, քանի որ սաղին բացահայտել ենք, քանի որ բացահայտել ենք ապոզիցիան իշխողները նույն են, հիմա իրանք նոր գիրտ, ինտիլիգենտ, գրագետ, հագա նիկոլագան ուժ են պատրաստում, որ Մագդան, որ ասում է, ելնենք սրան սատկացնենք, փորձում են այդ խումբը հավաքել, որ հետո ասեն Էլան Նիկոլի դեմ սատկացնելու, ժողովուրդ ջան, հայերի այդ սատկացնելու շարժումը պիրիխվատանեն, մեզ խաբեն, ելնեն մեզ դնեն կոտորեն, տպավորություն ստեղծեն հայերն էլան ջվուդներին սատկացրին, նորի ջվուդները մնան հայերի տեղ, ոնց որ հիմա Պալեստինայում են անում, ոնց որ բոլոր երկրներում են անում, զգոն մնացեք հայեր ջան, Աստված կանչեք, միտքն պարս պահի, իմացեք ամեն մի հայը մի բանն ագա, հային ընդամենը պետքա ունք տնկել կատաղել, անարտարության դեմ, այդ կան բան, հայեր ջան,
չկա չարիք առանց բարիք։ Լավ է որ միամիտ ենք, բայց այդ աստիճանի միամիտ էլ մի մնացեք։ Թշնամին մեր մեջն է, հարցեր տվեք, ով են, ինչով են շնչում։ Ես այդ թեման առանցին կխոսամ, ոնց կարողացան սրանք մտնել մեր ազգի մեջ, այն որ զոմբիժեղ տարածում են, մենք զոմբիժեղ չենք, մենք անկեղծ մաքուր ենքան, անկեղծ ու մաքուր ենք, որ մեր մտքով նման բան չի անցել, ժողովուրդ ջան, որ սենց բան կարա լինի։ Բարին Աստծուց, Աստված մեր հետն է, իմացեք, որ մենք հաղթելու ենք, որովհետև աշխարհում կա արտարություն, ասու արտարություն, Աստվածը հուշայենում, բայց պուպուշայենում, հասկացաք, իրան գիտեք ինչ ասեչկա ստացան, մեր հսկայական երկիրը բերեցին այսքան դարձրին, այս փոքր երկրում չկարողացան թաքնվել դարերով, թաքնվան, էլան ջրի երես, քանի որ փոքր երկիր ենք արդեն, սա իրար մասին գիտեն, ասում են Մագդան որտեղից այդ կանվում վրայա ծախված, որտեղից այդ կան բան գիտի, փոքր երկիր է ժողովուրդ, Արիանն այդ ճվերն էլ տեսակ, մտավորականի բարձր թռիչքն էլ տեսակ, Արտակ Սարգսյանի գեներալի ուսերն էլ տեսակ, շատ հեշտ ու հանգիստ է հայեր ջան, մտքից տնեք, բարին Աստծուց Աստված մեր հետ,